հարգելի հայրենակիցներ, հերթական անգամ մենք եթերում ենք եւ ուրեմն մեկ քանի րոպե հայկականով, բայց ճշգրիտ գերմանականով 15 րոպե ուշ ենք դուրս եկել, բայց կարծում եմ ներողամտ կլինեք, որտեղ այսօր առավոտից եւ մի քանի օր է կամ եթերում եմ, կամ ձեզ հետ եմ ժողովրդի տարբեր հատվածները, կամ էլ աշխատանքի մեջ եմ, պատճառը իմ կարծիքով հարգելի է, բայց դուք կհարգեք թե չէ, դա էլ ձեր կամքն է, ինչպես ասում են։ Ուրեմն սա ընդհանրապես հիմա ասենք մեր հարցի քննչանը ավելի կոնկրետ։ Տեսնում եք չէ, Հայաստանի Հանրապետությունը իշես է ներքաշված ներքին եւ արտաքին կարևորագույն փոփոխությունների ոլորտ, ես կասեի ջրապտույտ, եւ դա մենք պետք է նկատի ունենանք։ Ինչպես որ նաեւ կանխատեսվել է։ Ես կողմ եմ երկու սկզբունքների պահպանության, չլինել լացկան եւ վատատես, բայց չլինել նաեւ ուրեմն առավել քան լավատես։ Երկուսն էլ սխալ են, ընդհանրապես միջին գիծ այդ իմաստով նորմալ։ Հիմա այդ միջին գիծը, եթե մենք նկատի ունենանք, վերցնենք եւ շարժվենք դեպի հայոց գումայրի քաղաք, որը այդպես էլ մնում է ուրեմն թուրքական Գյումրի կամ Գյումրիի թուրքական աղավաղված ձևով։ Դա գիտեք, որ սահմանադուր է դրա աղավաղումը կոչվում։ Ուրեմն հերթական անգամ Գյումրին ունեցավ քաղաքապետ, բայց քաղաքապետը ուրեմն քաղաքագլուխ դառավ, գլուխը թռավ, որտեղ այդ գլուխը չէր նախատեսել եւ չէր նախատեսում Գյումրիի հարցերի լուծումը, այլ նախատեսում են բոլորովին ուրիշ բան։ Սա պետք է նկատի ունենալ։ Եվ հիմա ես ձեզ հիշեցնեմ հետեւյալը։ Մենք չպետք է զարմանանք, թե ինչ է տեղի ունենում երկրում, չպետք է զարմանանք նաեւ, թե ինչու է հարցերը այսպես լուծվում։ Բայց միաժամանակ մի ցավ եմ ուզում ասել, որը մեզ համար հայ ժողովրդի համար մշակութային պատմական առումով խայտառակություն է։ Օրինակ, ես երբեք չեմ մտածել, որ մենք մեր մեջ այսքան ապականվածություն կարող ենք ունենալ։ Կարող ենք ունենալ այնպիսի մի վիճակ, երբ գողապետությունը իր գողական կադրերին առաջ կմղի, կպայքարի Հայաստանի ազատության, անկախության դեմ։ Դուք ինքներդ հասկանում եք, որ դա այդպես էլ կար հիմա։ Բայց մենք տեսանք հետեւյալը, որ ուրեմն Վարդանիկ կոչվածը ինչքան ասում են 5-6 ամիս չթագավորեց, բայց ես մի հաղորդման ժամանակ ասել եմ, որ ըստ էության այս մարդը զբաղված է քամի անելով։ Այդ իր ֆոկուսները, աղմուկ աղաղակը, իր նկատմամբ եղած վերաբերմունքը ձերբակալության մասին խոսքերը, ես ձեզ ասել եմ, որ ըստ էության նախերգանք ունեն, ինչու է այդպես։ Շատ բարձ պատճառով, ակնհայտ էր մի բան, որ ուրեմն գիտենալով, որ ինքը բազմաթիվ հանցագործություն է գործել, անհատապես ես նույնիսկ չեմ բացառում խմբային հանցագործություն, ես նկատի ունեմ կողոպուտը, թե Հայաստանի էլիտա կոչվածը, որ էլիտա չի, բայց էլիտայի տեղը զբաղեցնում հիմնականում կողոպտիչ է, գանձագող, ավազագող, սալյարկագող, հավագող, ինչ որ գիտեք, գողը կպցնում եք, իրենց լավ կպնում է։ Ուզում եմ ասել, դա այդպես կա։ Հիմա հարց ինչի մեջ է, հարց այն ցավալին այն է, որ մեզ համար բոլորիս համար բացահայտում է մի ճշմարտություն, որ պետական միջոցների կամ ժողովրդի կողոպուտի հաշվին հարստացողների ոչ միայն քանակն է շատ եւ պաշտոնյաներ են դրանք, այսինքն գողերը գրավել են իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը որպես իշխանություն առևանգված պետություն է կարող է քաշվել, որտեղ հնարավոր չի աշխարհում գտնել պետություն, որտեղ պաշտոնյաները պարտադիր ավազակախմբեր են ստեղծում եւ կողոպտում երկիրը։ Բայց Հայաստանում այդպես է, դա մենք պետք է նկատի ունենանք, որպես կարողանանք մաքրվել, բայց ես ասել եմ, թե ինչու աղմկում այդ կետը աղմկում էր, որտեղ ինքը գիտեր հավանաբար, որ հանցագործությունների մեջ թաղված է, նկատի ունեմ ուրեմն այդ ունեցվածքը նկատի ունեմ, ուրեմն եւ դրա համար աղմկում էր, որպես հետո քաղաքական քաղբանդարկալը կպնի։ Ես օրինակ հիմա այսօր շշմել եմ, Երևանից հուշում եմ, բայց ռևանշիստները չեն անում, այսինքն իրա միջավայր իրեն քաղբանդարկալ դերևս չեն հրճակել։ Հայաստանում գիտեք, քաղբանդարկալ ուրեմն այդ քաղբանդարկալի կոչման համար ոնց որ մի ժամանակ գեներալի կոչման գեներալ էին դառնում Արցախյան պատերազմից առաջ, չէ, սնդի նման աճում էին։ Ինչքան բան կար, տկետ, ցմփոր, ուրեմն կլոր տեսքով կլորացած զինվորական կար, մենք տեսնում ենք գեներալ էր։ Հետո ես մի անգամ լսեցի, որ այս գեներալները, քանի որ գլխների վրա բան չեն կարողանում ավելացնել,
Պարզվեց աստղերը ոսկու ցատուկ սարքել են տվել, ուսադիր են սարքել, այդպես էլ դժբախտությունը եղավ, մեր երկիրը պարտվեց, տարածքը կորցրինք, ժողովուրդը տեղահան եղավ եւ ինչ որ եղավ։ Հիմա այս պարագայում այս մարդու աղմուկը կապված է նրա հետ, հավանաբար ինքը գիտե, որ օրենքի հետ ունի մեծ խնդիրներ, ուրեմն պետք է շրջանցեր, եւ այդ շրջանցման հարցը կապված էր հենց նման խնդրի հետ, հենց շրջանցման հարցը նկատի ունեմ, որպեսզի ասեին, որ սա այսպես իր հետ անարդար են վարվում, հիմա լնդրական համակարգն են վերցրել, փալիսեցական հարցներ մեր մեջ տատավողները բաներ, բայեպի ուրեմն ընտրված մարդ է, ասեմ այսպեսի մի բան, այո, ընտրված է, ենթադրենք ընտրություններն 100% է, մի տխմար էլ կա քաղաքական իրեն գործիչ համարող, իհարկե քաղաքական գործիչ չեմ ասում, ամենը որ ասեմ կթքեք կներեք, որ ասում է դե ինչ տարբերություն, անձերը մխելի է, հիմա ինչ ասեմ կներեք բարիս համար, այս հայվաններին պիտի ասվի ինչ է, եթե մեկ ընտրվել է և նույնիսկ ենթադրենք 100%, ուրեմն երկիրը կողոպտելու, բռնաբարելու, ուրիշի տները քանդելու լրիվ իրավունք ունի, որովհետև ընտրված է։ Այդպես ընտրություններ լինում աշխարհում, հետո էլ լիազորել է ավազակախմբերին, որ ընտրվեն, թեկուզ մաքուր ենթադրենք, չնայած դրանց մաքրությունը դուք գիտեք, որ այդպես ինչի ու երկիրը կողոպտեն, հա։ Այս գիտակցությամբ էլ ուրեմն դնում ենք ապագա, այդ ապագան ինչպեսին կարող է լինել, դուք պիտի հասկանաք մեր ժողովրդի մասին է խոսքը, դրա համար պիտի հրաժարվենք։ Հիմա գնահատենք իրադարձությունների ընթացքը, որն է դա։ Ուրեմն ցավալին ինչն է, որ ուրեմն խուզարկություն է եղել, որ ձայնագրություն է եղել, կարծում եմ իզես լավ գիտեք, որովհետև փաստորեն մենք այս 6-7 տարի այս ավազակախմբերի թամաշաների մասնագետներ ենք, կողոպտում են, թալանում են, հետո հանդիպում են հանգարց հանդիպում են իրավապահ մարմիններին եւ օրենքներին, սրանք անմիջապես վարվում է որ չեխոտկա են, թոքախտեն, խելապակասեն, օրապակասեն եւ զարմանում են որ այս մարդը Իզմիրյան հիվանդանոց կաթողիկոսի հրամանով չի տեղափոխվել, այնտեղ էլ ղասաբներ, ուրեմն դզում են, փչում են, սարքում են, օրապակասեն հանում, որից հետո այս մարդիկ ազատվում են պատասխանատվությունից առողջության պատճառով, ուրեմն գողության, ավազակության, բռնաբարությունների ժամանակ վարվում շատ առողջ են եղել, բայց հետո էլ առողջ չէ, առողջ մի խոսքով, այնտեղից գնդակի արագությամբ թռնում են Գերմանիա, որտեղ Գերմանիայում շատ լավ են ուրեմն բուժում, մանավանդ երևի Գերմանիայում նաև փողերը շատ լավ են Լիբանում կա նաև ուրիշ բան, նկատի ունեցեք, սովետական ուրեմն այդ պատերազմից հետո սովետական գաղտնի ծառայությունները, տվյալ բարակայում ռուսական գաղտնի ծառայությունները գաղտնի ձևով շատ ակտիվ եւ ներկայանալի են Գերմանիայում։ Գնում են այնտեղ ռուս շեֆերին տեսնում են, կներեք, ռուսների տակը պարկում են, մեկը թնդանոթի արագությամբ հայտնվում են Ռուսաստանի տայգաներում, արջերի, ձեռը արջերի հետ, եւ տրվում են արջերին։ Անաս բանեն, մի խոսքով, ինչն է հարցը, որովհետև դրանից հետո էլ ուրեմն արի գտի թե այս ավազակը որտեղ է, գումարներն ուր գնացին, բա որ չեխոտկա էր, ինչ պատահեց, այդ չի լինում, այդ չեխոտկաները որ գնում են Գերմանիա, մեկն է տեղում մեռնի։ Մի տարի, երկու տարի, այսպես հետքերը կորցնում են, գնում են Ռուսաստան, եւ դայգաներից մեկ է տեսակ յակուտների հետ մատ են թափ տալիս Հայաստանի Հանրապետության վրա, նայում ես տեղումներին, մեկը տեսնում ես ուսադիրներ ունեն, գեներալի ուսադիրով։ Հասկանում եք, սա սխեմա է, այս բանդայի համար, բայց ինչն է, հիմա խոր կգնանք, սա սխեման է իրենց։ Հիմա ես զարմանում եմ, որ Վարդանիկը չի վատացել, շտաբ օգնություն իրեն կաթողիկոսի ուրեմն տնօրինության տակ գտնվող Իզմիրյան հիվանդանոց չի տեղափոխել եւ մահվան թուղթ չեն հանել, որ այդ մահվան թղթով ինքը մահացել է, բայց տեղափոխվել է Բերլին, որպեսզի եւ այլն։ Այս խայտարակությունը գիտեք սխեմայի ձևով տարիներ շարունակ կրկնվել է։ Հիմա վերադառնանք մեր իրականություն, չնայած իրականում մեր իրականության արտացոլանքներ։ Սա շատ վատ է, գիտեք, մեր ժողովրդի անվան համար, մեր անվան համար եւ մեր անկման չափի համար։ Երբ որ այս պատմությունները լինում են, հերթական մի Վարդանիկ միտեղ հայտնվում է մի ժամանակ Գորիսում, հետո մեկ էլ Կապանում, հիշում եք, չէ, մեկ էլ Քաջարանում, Ծելում էին, հետո Սիսիանում, հետո բայց ամենագակատը իհարկե դրա թագու բսակը կազմեց ըստ էության Գյումրիի ընտրությունները, Վարդանիկի քաղաքապետ դառնալը, հաղթական երթը եւ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի մաս դարձնելու սրածրագրերը եւ այլն։ Ասեմ որ ես մի բառ օգտագործեմ չնեղանակի, գիտեք, ենթադրում եմ որ գիտեք որ ես նման բառապաշարով չեմ խոսում, բայց սրանք բոլորը ռուսների քաշվածներն են, ռուսներից։ Ուրեմն այն գլխից երկիրը, ինչպես որ Բակո Սահակյան, այն բանը Ռուբենը ինչ է թաթար Ռուբոյեն ասում, ինչ են ասում,
եւ այլն։ Սրանք Պուտինի հույսին արշավելու եկան Հայաստան, հայտնվեցին ուրեմն Ալիևի զնդաններում, ուրեմն որտեղ մտածում են ռուսների դեմ խաղ չկա, բայց չեն մտածել ռուսները իրենց վաճառականն են, իրենց լավ ծախում են։ Ես օրինակ ենթադրում եմ, որ այս Վարդանիկի այդ բանը լարախաղացության տակ վստահաբար կար նաև Գյումրվա երևի այդ 102-րդ բազայի հավանաբար օժանդակության գիտակցությունը կամ ինչ-որ բան, հաստատ իմացեք, որ այդ Ռուսաստանի անունով որ տալիս է, ուրեմն ռուսական թելի վրա են խաղում եւ հույսեր ստանում են, հոգեբանորեն դզվում են հայ ժողովրդի վրա արշավելու եւ Հայաստանի վրա արշավելու համար, բայց իրականությունը բարձում է բոլորովին այն է, որն է այդ իրականությունը, որ մենք ձեզ հետ միասին այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության պետականությունը կայացրել ենք, քիչ շատ եւ սրանք հայտնվում են Հայաստանի իրավապահ մարմինների ձեռքներում եւ հետո ահա փրկություն էլ չի լինում։ Եվ այսպես, ինչ է ասելիքս։ Ասելիքս այն է, որ եթե ընդհանրացնենք, սրա պահելու ձևը նայենք, պատմությունը, կենսագրությունը, լարախաղացությունը եւ նաեւ երեք են Գյումրի դիմաց հսկայական չափ որոշակի քանակով մարդկանց կերած խմած մարդկանց աղմուկ աղաղակը կանանց լացուկոցը պիտի նկատի ունենալ, որ սա մեծ որոշակի չափով այդ քաղաքում մեր սիրելի գումարում բավականին ազդեցություն ունի, բայց դա մաֆիայի ազդեցություն է, նկատի ունեցեք։ Բայց եթե նայում ենք որպես մաֆիա առանձին բան, առանձնապես շատ չէ, բայց որ նայում ենք Հայաստանի Հանրապետության չափին կշռին համաշխարհային քաղաքական մեջ եղած վիճակին բավականին մտահոգիչ է։ Ուրեմն եւ սա ուրեմն կողմնակիցներ ունի, որոնք տեսեք ինչ են կներեք բառաչում, չեն ասում օրենք խախտել է, չի խախտել եւ այլն, սկսում են, առողջություն չունի, հա չունի չգողանար, հետո ինչ են ասում են դե չի կարելի, ինքը հոգեվորական է, ինքը չգիտեմ ինչ է, ու սուրբ է, եւ այսպես շարունակաբար, եղբայր, խոսքը իրավական գործընթացների մասին է եւ այդ բարոյական լարախաղացությունները հասկանալի է, որ արդարադատության հետ կապ չունեն։ Ուզում եմ ասել, որ նկատի ունեցեք, այս բոլորը մենք պետք է հասկանանք, որովհետև այս լարախաղացները վստահաբար իրենց թիկունքում ունեն ռուսական հովանավորություն։ Ուղղակի Ռուսաստանի առողջությունը, Ռուսաստանի քաշը այլևս այն չի, որ կարողանա սրանց տիրություն անել, եւ ահա մեկ էլ մնում են անտեր մնում են Հայաստանի իրավաբան համակարգի դեմ դիմաց եւ հաջորդի կամքի դիմաց։ Եվ այսպես հիմա այսպես ուրեմն հիմա Վարդանիկ ինչ է կատարվում, ես հիմա ասեմ որպես երևույթը քաղաքական, իմ խնդիր իրավական հարցերի բարձրաբանումը չի, հասկանում եք, որտեղ ուրեմն իրավաբաններն իրենց գործը տեսնում եք ինչքան ճշգրիտ անում են 2 ամիս ուրեմն ինչ են անում, մեկուսացնում են, հետո բաց են թողում, հետո նորից են մեկուսացնում, այն Քոչարյան Ռոբերտի մի հատ կենսագրությունը նայեք, այդ մարդը տարբեր կամ Սերժ Սարգսյանի հետ Սալյարկի պատմությունը խայտարակ են անում, բարձում է մեկը Սալյարկի գողությունը արել, դատարաններից չի բերձնում, բայց նախագահ է, այն մեկը մարտի 1-ի արել 1000 մի բան ինքը խաբար չի, բարձում ինքը այնտեղ չի եղել, ուրիշներն են արել, մոլորակներից եկել, այդ բոլորն արել են, եւ այսպես շարունակաբար։ Եվ հետո բայց ինչն է, բոլոր դեպքերում կա նաև դժգոհություն, չէ՞ հսկայական։ Ողջ առողջ ման են գալիս, այլ մի հատ ման են գալիս, այդ հեչ, մի հատ մուննաթ են գալիս, այդ էլ հեչ։ Մի հատ էլ ուզում են իշխանության վերադարձ, այս ամբողջը իշխանության վերադարձի համար։ Վարդանիկը չէ, արդեն իրեն նաև Վարշավեդի թերքնածու էր հայտարարում, բայց այդ բոլորը տեսնում եք փաստերի ճշմարտակ, ուրեմն այդ բոլորը ներկայացավ ձեզ։ Հիմա մենք իհարկե որպես իրավական գործընթաց պարտավոր ենք անմեղության կանխավարկածը պահելու, այդ իրավական առումով, բայց սրանք ինքան են լարախաղացություն արել, որ այդ անմեղության կանխավարկածներ վաղուց պճացրել են, կներեք բռնաբարել են, չես էլ իմանում, որի հետ ինչպես այս բաներ ներկայացնես։ Հիմա ես ուզում եմ հետևյալն ասեմ, բոլոր դեպքերում շնորհակալություն ձեզ հետ վստահաբար միասին Հայաստանի իրավական համակարգին, այդպես որ չթիրախավորենք, եւ նրանց ովքեր որ այս գործն անում են եւ մեկուսացնում են Վարդանիկներին, շնորհակալություն իրենց, որտեղ բոլորս հասկանում ենք, որ առանց իրավական համակարգի, իրավապահ մարմինների աշխատանքի եւ կարևոր ազգային անվտանգության ծառայության եւ այդ մարդկանց աշխատանքի ոչինչ չի ստացվի։ Ես ասեմ նաեւ, ես մի քիչ զարմացած եմ, եթե բացատրեմ, կարող է դուք եք զարմացած լինեք։ Դուք նայեք աշխարհի ամենադեմոկրատական պետությունները, որ երկիրն ուզում եք, օրինակ Իսրայելն այդպիսին է, դուք եթե որ Իսրայելում ապրել, աշխատել են, մեր հայրենակիցներից շատերը գնում գալիս են, նաև շատերը աշխատել են, ձեզ մեկը չի կարող ասել, որ դա իրավական պետություն չի, դեմոկրատական պետություն չի, ոչ,
նույնը Ֆրանսիային է, նույնը Գերմանիային։ Հիմա տեսեք ինչ կա։ Դուք տեսել եք հանգարց ուրեմն Իսրայելում, Գերմանիայում, որտեղ դեմոկրատական պետություն է, որը մենք ուզում ենք, որ մեր մոտ էլ լինի, չէ՞ ժողովրդավարական, Ֆրանսիայում ամբողջը լցվի քաղաքապետարան, մերիա եւ քաշքշեն ոստիկանին, անվտանգության աշխատակցին։ Մի հատ էլ մուննատ կան, են էլ տիկիսակ գրակետ, տկետ, ուրեմն այդ ահաբեկիչ լրագրողները իրենց բայրակթարները մտցնեն, ուրեմն իրավաբան համակարգի աշխատակիցների աչքերը։ Դուք դա բացառված եք, նկատի ունեցեք, ես տեսեք ինչ եմ ուզում ասել, որովհետև առանց իրավունքի պետությունը, իրավական պետություն առանց իրավական համակարգի աշխատողների կարգապահ, կազմակերպված եւ պրոֆեսիոնալ աշխատանքի նման պետությունները փլուզվում են։ Ես մեկն էլ սրանք էդ են ուզում, ինչ են, ես ցես օրինակ եմ բերում, ուշադիր կլինեք, շատ են ցույց տալիս, ոչ թե Պաղեստինա-իսրայելական այդ հարցերը չէ։ Իսրայելի ներքաղաքական տնտեսական վիճակ ցույցեր, բոլոր տեղը ժողովուրդները իրավունք ունեն, ուրեմն ցույցեր, բողոքի ակցիաներ, ոստիկաններն իրավունք ունեն եւ հարկավոր են պաշտպանելու հասարակական կարգը եւ այլն։ Ես հարց եմ տալիս, որևէ մեկին թող մեկը ձեզ ասի։ Կարող է ցույց տալ մի դեպք Իսրայելում հрьяաների վրա ասենք, որ չլինի որ ազգային բան կա։ Մի քաղաքացի կարողանա ոստիկանի շորից կախվի։ Մի թղթակից կարողանա մոտիկանալ ոստիկանի ձիուն եւ չստանա քացի եւ դեմ անի թե անպայման պետք է խոսես։ Այս լրագրողները Հայաստանի այս կարգի մասին է։ Ես չեմ ասում մեր լրագրության մասին, որը աճում է, որը զարգանում է եւ այլն, որ իրենք այդ ինկվիզատորի ֆունկցիա չվերցնեն։ Սրանք գիտեն դիմացինը պարտավոր է ամեն ինչ իրենց ասելու, պետական գաղտնիքը եւս։ Եվ եթե մինչև դա չի բավարարվում, կներեք այն անբավարարվածի վիճակի նման թրփուրը բերաներն է։ Սա հայտարարություն է։ Կարծում եմ, որ ապակա ազգային ժողովը պիտի այս օրենքները կարգավորի, թե չէ մեկ պետություն չենք ունենա։ Դուք տեսեք, թե ինչպես են վարվում ամենադեմոկրատական երկիր Իսրայելը չասենք, երևի Ֆրանսիան, որը քաղաքակրթության, ժողովրդավարության համաշխարհային օրինակներ է ցույց տալիս, կամ էլ Գերմանիան, որի օրինակ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության մեր մոդելը ստեղծելու մոդելի մասին է։ Մենք վերցրել ենք գերմանական փորձը, որ ունենանք Գերմանիայի նման մի պետություն։ Դուք էլ փորձեք ոստիկանին մոտենալ, ձիուն մոտենալ։ Մեկը թող փորձի։ Բանկին կստանա հաջորդ վարկանին։ Այդ դուք տեսնում եք ոնց են քծում փողոցում գետնի վրա շուրջ ինչու։ Հիմա այն օրը մեկ ինձ ասում է լրագրողը, դե ասում է դա բան է, ասում եմ դա բան է, ինչու է բան, ասեմ ձեզ։ Դրա համար է Գերմանիա կա, դրա համար է Ֆրանսիա կա, Հայաստան չկա որպես պետություն, որովհետև ոստիկանությունն աշխատում է ըստ օրենքի կարգի, քաղաքացիները ստանում է, եթե իսկ ուրեմն օրինապահ քաղաքացին ցույց է անում, թող ցույց անի։ Ուզում եմ սա անպայման իմանաք։ Մենք ինչու ենք մեր հարցը չէ, ինչու ենք մեր պետականությունը կորցրել։ Նման պատճառներով, այնտեղ մի գետադարձ, այնտեղ մի փանոս, այնտեղ մի իշխան, որը չի ենթարկվել, չի ուզեցել, չէ։ Գիտեք, հայտնի դեպք է, երբ որ Արցախյան այս վերջին պատերազմի օրերին Մովսես Հակոբյանը չի կատարել հրամանը, որովհետև այդ հրամանը տվել է ըստ հիերարխիայի Սամվել Բաբայանը։ Դուք նկատի ունեցեք, եթե լիներ միայն երկիր, Մովսես ուրեմն ինչ անել այդ Մովսես Հակոբյանի ոչ դեղում, իմացեք ռազմադաշտային դատարանը, այդ Բաքուն գոչվածները կփոքր, կմտցներ համապատասխան տեղը եւ նույն րոպեին դաշտային դատարանով կգնդակարեին։ Ինչու՞, որովհետեւ նա ուրեմն չի կատարում հրամանը, որտեղ Սամվել Բաբայանն է տվող հրամանը։ Դուք հասկանում եք, հիմա իհարկե կարելի է այսպես դաժան իբրև թե չլինել, բայց եթե բարեկամներ շարունակելու ենք այս ձևով, մենք պետություն չենք ունենալու։ Քանի որ պետություն չենք ունենալու, ես ձեզ զգուշացնում եմ տարիներ շարունակ, այսօր ավելի կոնկրետ եմ ասում, ես մաֆիայի անվերահսկելի այլանդակ, ռսահպատակ, ռսաթրկական ասենք, որտեղ այդ ռսականը թրկականության է բերում։ Այս գործունեության արդյունքով նկատի ունեցեք, ինչ եղավ, Մովսես Հակոբյանները հրաման չկատարեցին, որովհետև Սամվել Բաբայաններն են հրամայողը, այս մոդելն եմ ասում, որ եղել է։ Ինչ եղել, որ բանը չի եղել, բայց քանի հազար քառակուսի կիլոմետր հանձնեցինք երկրում։ Մեր ժողովուրդը տեղահանյալ քանի րոպեում, կարող եք բացատրել։ Այդ բենզին բաժանելու պահին Ստեփանակերտում քանի զոհ ունեցանք։ Ինչը որոշել եք այդ ճամփով գնալ, եւ այստեղ պետք չի փարիսեցությունը։ Ես բոլորը բացատրել ժողովրդավարությամբ։ Ժողովրդավարությունն առաջին հերթին բարեկամներ, ժողովրդի իշխանությունն է։ Ժողովրդի կամքն է, որը փոխանցվում է կառավարչական ապարատին։
Իսկ աշխարհում որևէ ժողովրդավարական իշխանություն, ժողովուրդը փոխանցում է իր լիազորությունները, իր կամքը ապարատին, որն նույնիմ խաղա, ինչ-որ այնտեղ որոշակի անորոշ արական և սեռական սեռերը կորցրածներ բայրակթարներով, լրատվական միջոցներով գրոհեն պետական պաշտոնյաների վրա կամ էլ պաշտոնյաներ, որոնք զբաղվեն պետության ունեցվածքի կողոպուտով, ինչպիսին այս պարագան է, կարող եք բացատրել, ինչ եմ ուզում ասել, մենք եթե բարեկամներ նկատի ունեցեք, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը միշտ ձեզ հետ խոսել է բաց, այսօր էլ բացեք, եթե շարունակելու ենք այս գործելածեղը, մաֆիան մեզ ուտելու է, բայց չնայած ուրեմն Կումայրիում 2 օր առաջ մահացու հարված է ստացել, սա շարքային մաֆիոս չի, նկատի ունեցեք, իմ գնահատականով, սա որպես քաղաքական, սոցիալական երևույթ Հայաստանի մաֆիական իշխանության հիմնական դերակատարներից մեկն է, նկատի ունեցեք, որը համարձակվում է նաև ժողովրդին լինելով պաշտոնյա հրավիրել ցույցի, գործադուլի եւ այլի պետության դեմ, իրավապան մարմինների աշխատանքի դեմ։ Նա օրինակները կնայեք աշխարհում, եթե դուք ցույց կտաք մի դեպք աշխարհի որևէ երկրից, որ նման ուրեմն գործելածևով պետություններ մնացել են, ես ներողություն կխնդրեմ եւ այլևս ոչ մի ձևով չեմ մասնակցի ոչնչի։ Ինչ եմ ուզում ասել, մենք պետք է մեր ուրեմն խելքը գլուխները հավաքենք հետեւյալ բանաձևի առումով։ Տարիներով ձեր խնդակած ռուսական բարեկամությունը երևի առանց բացառության որևէ մեկ եղածների, լսողների, մեռա բացատրելով, որ Ռուսաստանը ձեր բարեկամը չի, որ այդ ռուսական վտանգ ավելի մեծ վտանգ է, քան ցանկացած այլ վտանգ։ Կար մի ժամանակ, որ թշնամու նման էին նայում ինձ։ Հիմա եւ ինչ բարձվեց, ուրեմն խնդակեցիք, սիրեցիք, Ռուսաստանի համար 100,000-ավոր զոհեր տվեցիք, 300,000 զոհ մենք տվել ենք Ռուսաստանի պաշտպանությանը մի քանի տասնամյակ առաջ։ Եվ այլն, եւ ինչ ստացվեց, վերցրեց հայ ժողովրդին կազմակերպեց, դուրս շպրտեց իր հայրենիքից մի օֆեր չարեց տարածնել հանձնեց Թուրքին, եւ դա ռուսն արեց։ Հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա սա ուրիշ բան ունի, խոսքը Ռուսաստանը չի էս պարագայում։ Ուրեմն մենք ստեղից պետք է գանք մի եզրակացության, որն է դա։ Հայ ջան, հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ չի, ասեմ ինչու, որտեղ մաֆիայի հետ միասնություն չի կարող լինել, չի կարող Կումայրի, հրաշալի, արհեստագործ, տաղանդավոր ժողովուրդը Վարդանիկի հետ լինել, չի կարող, եթե կարող է, ուրեմն ապականվել ենք ամբողջովին, չի կարող, ուրեմն այդ միասնության կեղծ թեզը անում ենք, վատակի ինչ ենք դնում, ինչ եմ առաջարկում, եթե ես եւ Չարենցին շատ անգամ վկայակոչել պետք չի, նա պատմական այդ ժամանակի այլ խնդիրներ են, ես բանաձևն ասում եմ, ձեր փրկությունը պետության կայացման մեջ է, ուրիշ ոչ մի փրկություն չկա Հայաստանը։ Աշխարհում մեկ եմ ասում, հայ ժողովրդի հետագա կենսագործունեությունը, այս եղած 30,000 քառակուսի մնացած տարածքով, այն ազգաբնակչության, որ մենք ունենք 3 միլիոներ, չի կազմում, հասկանում եք ոնց է։ Ուրեմն այս պայմաններում մեր փրկությունը, մեր պետությունը ստեղծելու մեջ է, իսկ այդ պետությունն կարգ ու կանոն է սիրում, ուրիշ բան չի սիրում։ Հիմա ուրիշը չէ, թե չէ մաֆիայի հետ միասնություն։ Ինչ միասնության մասին է խոսքը։ Գնացեք միացեք, Արցախի ժողովուրդը մաֆիայի հետ միացել էր, տեսակ ինչ կատարվեց։ Իրենց ստեղծած պետությանը տեր չեղան, որտեղ Ռուսաստանը խանգարեց, գոնե իրենք վայել էին, իրենք գնացին Բաքու վայելում են։ Ժողովրդի վիճակն է տեսնում են, եւ այստեղ էլ ինչ-որ մարդիկ ուրեմն դրամատերում են Հայաստանի պետականության դեմ։ Ուրեմն սա ես ձեզ կրկնում եմ։ Հայ ժողովրդի փրկությունը, եթե հարցը փրկության մասին է, պետականության անկախ պետականության կայացման մեջ է եւ այդ անկախ պետականության, անկախ քաղաքականության իրականացման մեջ է, ինչը որ ձեզ հետ միասին տառապանքով ինչին մենք հասել ենք։ Եվ քանի որ դրան հասել ենք, եւ ահա ռուսական սեգմենտը, ռուսացած հայը, հայախոս ռուսացած է, խայտարակություն է, հասկանում եք աշխարհում եք, այս սեգմենտը ստեղծության բարբերաբար ապստամբում է, որտեղ ապստամբվեց Կումայրիում ստացավ, վերջացավ, կարծում եմ այս հարցը պիտի լուծվի եւ Կումայրի ավականին իր մեջ ուժ կգտնի, միջոցառումների մի, ասում եմ, սիստեմ կառաջացնի, մշակում կանի եւ Կումայրին գողաթափ կանի, Հայաստանին պետք է Հայաստանը գողաթափ լինել, ինչպես որ աստղաթափ է լինում, երկրի հիշում եք,
Մենք գողականով շարժվելու տեղ չունենք, Բանյատյաներով դա ռուսական բան է, մենք չենք կարող ապագա ունենանք, մեզ ինչ է պետք, քաղաքական համակարգի մաքրում, ազատում, օրենքների հստակեցում եւ մեր մշակույթի վերականգնում, հայոց լեզվով խոսող չկա, այդ ան որտեղից է հնարել, որ այո խոսում եք, այո գրում եք, ինչ է վրեժ եք ուզում հայոց լեզվից, դա եք անում, այսինքն սա տարօրինակ բան է, այս համառություն ինչի համար է, ինչի համար է օտարալեզու թուրքերեն, ռուսերեն եւ այլնով ուրեմն համայնքների, տեղանունների, քաղաքների անունների պահպանությունը կարող եք բացատրել։ Հələ քարտեզի վրա նայեք մի պետություն, դիսոնանսի առումով եմ ասում, որը ունենա բժնի եւ փոխ ունենա ալափարս գյուղ։ Պատկերացնում եք, հա՞։ Ցույց տվեք աշխարհում մի ժողովուրդ ու պետություն, Ադրբեջանը նայեք ոնց է յուրացնում։ Մենք մեզից է հրաժարվում, որ ունենա մանաս քաղաք Ալավերդի որպես եւ այդ թրքական, ադրբեջանական, մամեդական Ալավերդին պահի վերեն, ինչ եք ուզում ասեք։ Եվ այսպես, եւ սա այս բոլորը գողականության հետ է կապված։ Եվ որտեղ տարբեր մախինացիաներով, հա, ծայրերի փոքրամասնությամբ, ինչպեսին եղավ ժամանակին Կումայրիում։ Ուրեմն գողական աշխարհը, մազգոզ աշխարհը կարողանա քաղաքապետ դնել։ Եվ հիմա այսօր էլ ռուսական հատվածի նախկին կողոպտիչներ, թալանչիներ, որոնք նաև հիմիկվա թալանչիներ են ինչ որտեղ։ Ուրեմն մտածել ինչպես Հայաստանի վրա կրկնել Կումայրիի օրինակը։ Ես ասեմ, որ շատ լավ եղավ էս, որտեղ Կումայրիի օրինակը ազդվեց, որ ուրեմն փորձողների համար գերեզմանոց է, դրա համար ճիշտ չի որ շարունակեն փորձել։ Հիմա շարունակենք այս թեման, կարելի է խոսել երկար, կարելի է քննարկել ամեն ինչ, բայց մեջը վտանգավոր բաներ շատ կան։ Հիմա կարծում եմ, որ շատ հարցեր պիտի լուծվեն։ Եվ տեսեք այս ողորմելիները ինչ է շրջանառում։ Ինձ թվում է ռուսներն են հուշել։ Սա իրենց խելքի բանը չի։ Ինչ է խոսում։ Գյումրիի անկախության մասին են խոսում։ Ոնց կարող է քաղաքը որևէ պետության մեջ անկախ լինել։ Կարող է կամ ապուշեն, կամ էշեն, կամ տկետեն, անողներն, ասողները, կամ էլ դավադիրներ են։ Ես կարծում եմ դավադիրներ են։ Հասկանում եք ոնց է։ Անկախ Ալեքսան, Գումայրի, անկախ Գյումրի։ Դուք պատկերացնում եք, հիմա շարժում եք եկեղեցի։ Այնտեղից էլ այն մարդն է բառաչում ինչ որ մեկը։ Անկախ է մեր եկեղեցին։ Ինչից է անկախ, մի հատ կասեք։ Ծառից կախված էր ընկել է, հա։ Այդ ոնց կարող է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի անունը նայել։ Հայաստանյաց, ոչ որևէ մեկի սեփականություն։ Այդ եկեղեցին անկախ է, ումից անկախ։ Բազում է Հայաստանից եւ հաջորդից։ Եթե անկախ է ուրեմն մեկը տերն ովն է, Կիրիլն է թեմը, հա, տերը, թե Կիրիենկոնով է տերը, կարող եք բացատրել։ Եվ այս մարդիկ այդ թեզիսները, որ զարգացնում են, ես ձեզ ասեմ, շատ քաղաքական իմաստով շատ վտանգավոր թեզիսներ են։ Այդտեղ ժամանակին գնաց Արցախի հարցը, հիշում եք, մեզ հետ գործ չունեք, Արցախը անկախ պետություն է։ Հիմա եկեք կախվել են, ասում են ինչի չկռվեցիք մեր համար։ Անկախ պետություն էիք ուզում, ունեցաք, հետո արդյունքը տեսաք։ Հասկանում եք ոնց է։ Եվ այսպես շարունակաբար, բարեկամներ ինչ եմ ասում։ Ամեն ժողովրդի ճակատագիր իր ձեռքն է։ Մենք էլ պիտի որ մեր ճակատագրի տերը լինենք, բայց մտածելով պիտի լինենք։ Տեսնենք ինչ դավադիր ուժեր կան։ Ես ինչ մաֆիա է որ ցնցում է, չէ՞։ Այդ իշխանափոխություն, այդ impeachment, այդ չգիտեմ ինչ զարումար, 5-6 տարի է այս մարդկանց, պարագ մարդկանց հստամի զանգված, այս մի խնդրից անցնում են մյուս խնդիրը։ Եվ ինչ է բոլորը ուրեմն ցնցում են երկրի ներքաղաքական, ներտնտեսական կյանքը։ Հիմա հարցը այսպեսին է, դուք պարտավոր եք ինձ հետ միասին մտածելու։ Կարող է անընդհատ անկայունության վիճակ ապրող պետություն ու ժողովուրդ հարուստ լինել, ասեք, հնարավոր է, հա։ Բայց ինչի է երկրները հենց որ անկայունության վիճակ է լինում, ամենը լավերի մասին է խոսքը, որոնք երազում են որ լինեն։ Անմիջապես ոստիկանությունով, անվտանգության ուժերով, այլ բացատրական աշխատանքով կպնում են գործի եւ ասում են չեղավ։ Այս ժողովուրդը շատ է Մոսկվայի ցանկությամբ լինի անընդհատ անկայունության վիճակով։ Հենց մի խնդիր լուծվում է, տեսեք։ Մի հատ Գալստանյան են շպրտում։ Դե ժողովուրդը չի ուզում, սա ոսկեպար եւ այլը խառնում է իրար, մեկը այն ֆուտբոլի նման թստում է, կներեք, երեխացի ասեցավ։ Մինչեւ աչքը փակում ես, մեկը սանվել են նետում։ Հիմա սա էլ մի այդ թստում է, մեկը եկեղեցուց է, այսպես։ Ինչ է ստացում, մեկը Գումայրին է։ Ես ձեզ ասել եմ, կրկնում եմ, բարեկամներ, իմացեք, մեր ճակատագիրը մեր ձեռքում է։ Ուզում ենք առողջ ապրենք, զարգանանք, բանակը վերստեղծենք,
Գուցե հետո վերցնենք այն, ինչ որ պետք է վերցնենք, չէ՞, բայց դրա համար ուժ է պետք, կայունություն է պետք, աշխատել է պետք։ Իսկ մարդկանց հսկայական նայեցեք են նրանք, ովքեր 30 տարի գողապետության պարագլուխներ եւ այլն։ Մեր ազգային հանրապետության հիմնական սեփականատերեր աշխատում են դրանք։ Տեսել եք դրանցից մեկն աշխատի։ Հետո իրավունք տվել, որ մեկը Հայաստանում համտացություն գործատոր պետք է անի։ Կարող եք բացատրել։ Եվ այսպես շարունակաբար, ասելիքից իմաստը այն է, որ մենք պարտավոր ենք այս բոլորին վերջ դնել, մաֆիային մաֆիա ասենք, այո, եւ աչքներ հանենք։ Այս անգամ իրավապահ համակարգը աչքը հանել է, բայց միայն աչքը, ադաժները տեղերն են, մյուս աչքը տեղում է, մաֆիան ստացել է մահացու հարված, կմահանա թե չէ, կախված է շատ բաներից։ Հասկանում եք ոնց է։ Եվ այսպես հիմա ուրեմն այս հարցը պիտի գնա առաջ, հերթը կարծում եմ, որ եկեղեցի բանի, այս կաթողիկոսի հարցի լուծումն է։ Իշխանություններից ես դժգոհ եմ։ Հերիք է ձգձգեք։ 3 ճանապարհ կա, քաղաքական, չեք ուզում լավ, տնտեսական, չեք ուզում լավ, քրեական օրենսգիրքը կա ու կա, դեմարեք ու գնացեք քրեական։ Հայաստանում կաթողիկոսին չի կարելի, վարձվում է չի կարելի։ Ինչ ուզում է, արքեպիսկոպոսներին էլ չի կարելի, որտեղ իրենք արքեպիսկոպոս են։ Բայց 3 նախակա ունենք, դրանք 3-ն էլ այս 30 տարում եղել են թշնամու կողմը, համենայնդեպ հայ ժողովրդի կողմից երբեք չեն եղել, ձեր աչքի առաջ, իրենք չի կարելի, եւ այսպես շարք, այն ռեկտորին չի կարելի, այն ակադեմիայի նախագահին չի կարելի, որը զենքը հիշում եք ինչ էր հայտարարում, չէ՞ Ռադիկ Մարտիրոսյանը, քոսոտ երկիրը զենք չի կարող արտադրել։ Բա հիմա ոչ մեկը չի հիշում, որ հայվան, ինչու են զբաղեցնում ակադեմիայի նախագահի պոստը։ Կարող է բացատրեք, բայց Իսրայելի զենք այդ ակադեմիաները չեն ստեղծում, Իսրայելը շատ է մեծ, դուք գիտեք տարածք ինչ կան է։ 24000 քառակուսի կիլոմետրն է, որի օգտագործելի մակերես ընդամենը 14000 է, 14։ Մաման լացացնում է աշխարհի, բայց այս հայվանը եկել էր, որոշել էր, որ մատախիզից եկել եւ զենք չի կարելի, հնարավոր չի, երկիրը քոսոտ է։ Եվ այդ քոսոտ ասողը մնում է 10 տարիներ նորից իշխանության վրա։ Նրա խմբերն են մնում։ Դուք կարող եք բացատրել, սա ինչ է նշանակում։ Բայց հետո ջախջախում եք, զարմանում եք, որ ջախջախվել ենք։ Ջախջախվելուց հետո հələ խելները գլուխների փոխարեն պորոտախոսությունն է ստեղծում։ Սկզբում այնպես էր խոսում, կարծես հաղթել ենք։ Հաղթել ենք, հա։ Ես ձեզ ասում եմ, քուրարացիան Հայաստան պետք է ստեղծվի։ Լսող կար։ Ոչ միայն դա, որ երկրում գողապետություն է։ Պարագլուխները պետք է պատժվեն։ Չգիտեք ովքեր են պարագլուխները։ Բանը, ավազ ծախող վարչապետ, սալարկա, ուրեմն չգիտեմ, ես խայտարակություն է։ Առաջի դեմքեր, որոնք Հայաստան, բանակը կողոպտող էս ինչ էր։ Եվ այսպես շարքը գնում է, մեկը չի որ ասես ինչ է, ուզում եմ ասեմ, որ ուրեմն այս հարցերը պետք է լուծվեն եւ սկսվել, այո, մենք ողջունում ենք մաֆիայի դեմ պայքարը եւ հստակ պետք է շարունակվի սա։ Եկեղեցին շատ արագ պետք է ազատվի։ Մեր ժողովրդի հոգեկանի վերականգնման համար, բարոյական արժեքների վերադարձի համար Հայաստանի ծառայական եկեղեցին պիտի կա իր պատմական խնդրի լուծմանը։ Հայաստանին եւ հայ ժողովրդին ծառայելուն։ Նա ռուսների համար չի ստեղծվել, դուք հասկանում եք ոնց է։ Հայ ժողովուրդը ռուսների համար չի ստեղծվել, եղբայր։ Հարցը սետել ռուսները ձեր ինչն է, ինչ եք կտել։ Ինչն է ձեր։ Քանի անգամ քցի, խապի, տարածքը հանձնի, փախցնի աճի ծախ։ Դուք գիտեք ռուսական զորքը ինչքան է Թուրքիա մտել, ինչքան է տեղահանել հետը բերել հայության։ Հա։ Հիմա ձեր ինչն է, մենք հարցնում եմ։ Ուրեմն ասելիքիս իմաստը հետևյալն եւ եթե ռուսը մեղքում է թե չէ։ Լսողն է մեղավոր, ասող ինչ կապ ունի։ Բոլորն են պատրաստ են խապելու։ Ենթադրենք, խապողն է մեղավոր, առաջինը։ Խապող միշտ էլ կա աշխարհում ուզես խապող են։ Շուրերի բոլորը խապում են, գծում են։ Այն Պեպոին հիշում եք, դիպ խապում են, էլի։ Հիմա մի խապվի, ով է ինչ ասում, խելքդ գլուխը հավաքի, եւ հիմա մեր պահանջը պետք է լինի մեր իշխանություններից, այո, ճիշտ է, ուրեմն սա պիտի իջեցվի բոլոր տեղեր, մաֆիան պետք է մաքրվի, գողապետությունը պետք է ոչնչացվի։ Առաջի դեմքերին հավաքում են, մնացածները նորից կրկնում մեր երեխեքի խոսքը։ Բենտակը թստում է, վերջանում է, ու վերջ։ Մի օր կփրփրտան, երկու դա ուրիշ է։ Հերթա եկեղեցին շատ արագ հաջորդի ծառայության բերելն է։ Եվ այսպես բարեկամներ, ուրեմն նկատի պիտի ունենանք, որ կյանքը լավանում է, եթե ասեմ նաև։ Դուք գիտեք, մեր համար միշտ եղել է տասնյակ տարիներ այդ Լարսը Աքիլեսյան կաշաբարն է։ Մենք Ռուսաստանից Լարսի թելով կախված ենք։ Առաջ
այդ լաստանավկար հիմա գոյություն չունի, ամեն ինչ նեղացավ։ 30 տարվա ընթացքում մենք չկարողացանք տնտեսությունը դիվերսիֆիկացնել, որ մի զգալի մասով Իրան բացվենք, Հնդկաստան եւ այլն։ Մնում ենք համառորեն այդ անցքից կախված, բա որ փակվին չեք անում, որ ամեն օր փակվում է։ Ուրեմն ուզում եմ ասել, մտածել է պետք է սորվանից, որ 40 տարի հետո նույն խնդիրը չկրկնվի։ Հետևաբար տնտեսությունը պետք է լավացվի, ստանդարտները մեծացվեն եւ նոր շուկաներ վերցնել։ Բա ուր մնաց այս ժողովրդի գործարար հատկությունները։ Բայց այսօր մենք ստացանք լուր, ես հիշում եք, եթե բան եք անում, 2 շաբաթ առաջ ուղիղ նոյեմբերյանից, որ վերադառնում էինք այդ տարածաշրջանից, ընդ որում դա Բերաման է, նոյեմբերյանյան, սա բոլշևիզմ է, ռուսականություն է։ Անունները փոխեք, հակագծում եմ ասել։ Վերականգնեք մեր պատմական անունները։ Նոյեմբերյանի անունը բնակավայրի Բերանա է, Բարանա։ Սարքեք, դզեք, փչեք, գնանք առաջ։ Եվ այլ։ Հիմա դառնուց ես հաղորդում տվեցի եւ ասեցի, որ մենք նաեւ դրանից առաջ երբ Վարդենիսում էինք, որ հացի արտադրությունը մեզ համար բարենային անվտանգությունը գերխնդիր է։ Պիտի այսօր Ծմերնամուտին կողմնորոշվեք, որ մայիսի ժամանակ ճիշտ գործ արվի։ Հասկանում եք ոնց այս գործերը դեռ, բայց մենք այսօր լուրը ստացանք, որ Ադրբեջանը ապրանքա փոխադրության Հայաստանի համար բոլոր խոչընդոտները հանել է։ Այս էլ ձեզ նվեր Հայաստանի կառավարության ուրեմն խելքով գործելուց եւ իհարկե Թրամփի ուրեմն մայրուղուց Եվ դա իցավ բոլորի Զանգեզուրի միջանցքի մեռնալու արդյունք։ Ուրեմն ես կարդացի, դուք եք կարծեմ լրատվությունից, որ Աստանայից Ղազախստանի ծովափնյա Կասպիցովի քաղաքներից մեկն են հավանքից, թե Հայաստանը առաջիկայում կսկսի ստանալ ղազախական հաց։ Չվախենակ, որ ռուսական չի։ 2 տարի մի կեր եկել, որ մի քիչ մակռվեք։ Ճամփեքը բացվում են, մենք ուրեմն բացվում ենք, մենք մերը կտանք, իրենք իրենցը կտանք եւ կանոնավոր հարաբերությունների մեջ մեր երկիրը մենք ոտի կանգնեցնենք, բայց զգուշացնում եմ, գողականով, հա, մյուս բայով կներեք եւ այդ բարքերով Հայաստան չի լինելու։ Ինչ է լինելու։ Դա լինելու է մի Հայաստան, որը ոտի կանգնի, քրիստոնեական արժեքները վերականգնող, իր ապակայի ներկայի համար պայքարող, գիշեր-ցերեկ աշխատող եւ գողականությունից գողաթափ եղած Հայաստան։ Այսպես ասեմ, Դեմիրճյանի ժամանակվա, հա, այն ապերոները պետք է ռատ լինեն, այն սա բառը չասեմ, ամեն տեղից, ամեն ինչից։ Դրանք վխտում են, վերածվել են, այս քծող, խապող եւ այլն։ Հասկանում եք ոնց, հա, սրանք մենք պիտի անենք եւ ընտրություններում պիտի ոչ ասեք ռուսական սեգմենտին։ Բարձ եմ ասում, ոչ ու վերջ։ Թե չէ, իմացեք, ապակա չկա։ Բայց կարծում եմ, որ մենք ապակայի հարց չենք լուծում, մեր պետականության եւ մեր ուրեմն ամենի հարց ենք լուծում։ Ուրեմն շարունակել է պետք, մենք սպասում ենք մեր եկեղեցու ուրեմն այդ վիճակի բարեփոխմանը եւ դա Աստված, որ այս ամիսը եկեղեցու հարցը լուծվի, Գարեկին ուզուրպատորի բանից եւ ասեմ աշխարհում մեկ, ոչ մեկը մեր եկեղեցու դեմ գործ չի անում։ Եկեղեցու դեմ գործում է Գարեկին իր խմբով, որ չի թողում դա հայաստանյան ծառայության վերադառնա։ Բայց դա լինելու է եւ նորընտիր կամ նորանշանակ փոխանորդը իհարկե պիտի լինի, պիտի խնդրել իրեն ապակայի իմաստով, որ առաջիկա այդ փոխվածի առաջիկա օրը աշխարհի բոլոր ուրեմն հայկական եկեղեցիներով պատարակ մատուցվի եւ Աստծո, այսպես ասած, փառքը ողորմությունը խնդրել Հայաստան աշխարհի համար։ Հայաստան աշխարհը կլավանա, հայությունը կլավանա, հակառակը դժվարանում եմ ասել, այնպես, ինչպես ասում են, գործ, ամեն ինչ նորմալ է, բայց դանդաղ է, ինչքան գնանք առաջ, այնքան պիտի ուրեմն շարժվենք եւ գողապետությունը մաֆիայի հետ միասին։ Չափսոսակ, ուրեմն մեր փրկությունը, չնայած այս փրկություն եւ այն չեմ ուզում ասել, իմացեք, Հայաստանի փրկությունը Հայաստանի պետականության կայացման մեջ է, պետականության կայացում, ուրիշ բան չկա։ Եկածներ չասենք, իրար սուտ ու ճիշտ բաներ չխոսենք։ Մաֆիայի հետ միասնություն չկա։ Մաֆիան պետք է մեկուսացվի եւ ոչնչացվի։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ մաֆիա կա, այնտեղ կա տնտեսական եւ այլ բարեկեցիկ կյանք, չի կարող լինել։ Հավատացեք ինձ։ Այդ նույն բանը ինչ որ ասում եք, չեք ասում եք քուրարակս ստեղծեք, որ աղետ չլինի։ Հիմա էլ եմ ասում, ստեղծեք պետություն, որ նորմալ ապրենք։